Այսօր նոյեմբերի 4-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձի առիթով հայրապետական մաղթանք կատարվեց։ Մայրավանքը լեցուն էր հավատացյալներով եւ հյուրերով հայոց հայրապետին շնորհավորելու էին եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, թեմակալ առաջնորդներ, թեմերի պատվիրակներ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բարերարներ, գիտության ու մշակույթի գործիչներ։ Հայրապետական մաղթանքի արարողության ընթացքում, որը սկսվեց միասնական աղոթքից հետո, հնչեցին շնորհավորական ուղերձներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության անունից հայոց հայրապետին շնորհավորեց Տեր Աշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Իրենց շնորհավորանքի խոսքն էին հղել Հայաստանյայից Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալները։ Արամ առաջին Մեծիտան Անգելիկիո կաթողիկոսի անունից ամենայն հայոց կաթողիկոսին շնորհավորեց Տեր Սեպուխ arczepiskopos Սարգսյանը, ով անդրադարձավ նորին սրբության ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում իրականացվող ծավալուն եկեղեցաշինությանը, հովապետական եւ միջեկեղեցական այցելություններին։ Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Թորգոմ arczepiskopos Մանուկյանի բարեմաղթանքները փոխանցեց Տեր Արիս arczepiskopos Շիրվանյանը, իսկ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության անունից շնորհավորական ուղերձը Կոստանդնուպոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տեր Արամ arczepiskopos Աթեշյանն ընթերցեց։ Նորին սրբությանն արդյունաշատ գահակալություն, Մայրաթորին անսասանություն եւ պայծառություն մաղթեցին բոլոր ներկաները։ Ավարտին հայոց հայրապետը պահպանիչ աղոթքով օրհնեց արարողության մասնակիցներին ու ժողովրդին։ Պահյա, պահպանյա եւ օրհնյա Ձերգերս Հայաստան, Հանրապետություն Հայաստանի։ Սկացումներով պիտի վերադառնանք վերահաստատել մեր ուխտը Էջմիածնի եւ Մայր հողի, ուսալով թե Աստված վեհապարին երկար կյանք տա, որովհետեւ մեզ առաջնորդ է թեպի հաղթանակ, թեպի հայրենիք եւ մեր սերը ամբագած կբահե Էջմիածնի եւ մեր վեհապար հոր։ Хотел бы сегодня нашему католикосу пожелать Հայոց հայրապետին մաղթում եմ առողջություն եւ երկար տարիների կյանք։ Բոլորս պիտի գիտակցենք, որ մեր հավատքը կայուն ու հաստատուն է մեր վեհապարի շնորհիվ։ Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում մեր ժողովրդին, որ այսքան կարևորում է մեր կրոնը, սիրում մեր եկեղեցին։ Մենք հաճախ կուկանք Հայաստան, նամանավանդ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, նրանք որ այսչափ բազմություն տեսնալը մեզի նախ եւ առաջ ուրախություն եւ հպարտություն է, որ կհարկեն մեր եկեղեցի բեդը, մեր Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ միևնույն ժամանակ կվայելեն հայրենիքը եւ Հայաստանը։ Ուզում եմ, որ ինքը շատ առողջ լինի եւ միշտ իր ձեռքը մեր ժողովրդի գլխին լինի, որովհետեւ իմ համոզմամբ հավատքը ընդհանրապես մարդու համար ամենակարևորն է։ Շատ հպարտ եմ, որ Մայրաթորում եմ, հատկապես այս գեղեցիկ առիթով։ Ես այսօր ինձ հետ բերել եմ Բրազիլիայի հայ համայնքի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, եւ շատ ուրախ եմ, որ բոլորս այսպես միասնաբար ենք։ Մեր համայնքը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, ինչով կարող է։ Մեզ բոլորիս համար շատ նշանակալից է ունենալ կարևոր եւ ուժեղ հոգեգամբետ, որ բոլոր եկեղեցիները հայկական փառքավաճին բոլոր քաղաքներու մեջ նամանավանդ Մայր Աթորի մեջ։ Ամեն անգամ կանենուս միշտ կդեստամ շատ փոփոխություններ, շատ ավելի լավ կդեստամ լա եկեղեցականներուն, լա